Մեզ վիճակվեց և մենք հանդիպեցինք կյանքում, վաղ գարուն էր, ձնհալ, կարծես օդն էր գինով, և մենք երկու ցավի երկու դավի ճանկում բռնկվեցինք մի նոր չկրկնվող սիրով։ Ուշուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին և ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց։ Անտոհն չեն նրանք կամ անհայրենիք, հասարակ հորից ու մորից ծնված, սերում են նրանք և այն ծերունուց։ Կարծում եմ լավ առիթ է բոլորի շնորհավորելու, որովհետև գիտեք, այսօր մենք նշում ենք մեր ամենակարևոր բանաստեղծներից և հանրային գործիչներից մեկի Պարուր Սևակի 100-ամյա հոբելյանը, և այդ առիթով նախարարությունը կազմակերպել էր մրցույթ առցանց հարթակում, որին շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել, ավելի քան 4000 մեր դպրոցականներ փորձել են ակտիվորեն ամեն օր պատասխանել հարցերին և լինել առաջինը, բայց դուք եղել եք առաջինը, ով որ տվել է ճիշտ պատասխան, և ուզում եմ նախ և առաջ շնորհավորել ձեզ, և շնորհակալություն հայտնել, որ այդքան ակտիվ եք և ուշադիր եք ու հետևում եք։ Ասեմ, որ մենք էլի ենք ունենալու մրցույթներ, այս տարին գիտեք, որ շատ կարևոր տարի է մեզ համար, մենք բազմաթիվ հոբելյաններ ունենք, հունվարի 9-ին արդեն նշեցինք մեր մեծանուն ռեժիսորի Փարաջանովի 100-ամյակը, բայց ամբողջ տարին միջոցառումների մեծ շարք ենք ունենալու, Ազնավուրի 100-ամյակն է, Երվանդ Քոչարի 125-ամյակն է, բազմաթիվ են, սպորտի ոլորտում ենք ունենալու և հուսով եմ, որ դուք նույն ակտիվությամբ, նաև ձեր դասընկերներին ոգևորելով կմասնակցեք նաև մեր մյուս մրցույթներին, որոնք ոչ միայն մեծացնում են մեր իրազեկվածությունը մեր կարևոր գործիչների, մեծ վաստակ ունեցող մարդկանց ու նրանց գործունեության մասին, այլ նաև կրթական յուրահատուկ գործընթաց են դառնում, որովհետև վստահ եմ, որ դրանք տևում են մի քանի օր և այդ օրերի ընթացքում երևի մի հատ էլ եք վերանայում, թերթում, հիշում, թե օրինակ այս օրերին, երբ որ Սևակի մասին հարցեր էին դրվելու, լրացուցիչ առիթ էր, որ նաև անդրադառնայիք իր ստեղծագործություններին, իր կյանքին ու գործունեությանը, այնպես որ ամեն իմաստով շատ կարևոր է։ Ու ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ձեր մանկավարժներին, ձեր ուսուցիչներին, դպրոցներին և ընտանիքներին, որովհետև, ինչպես ասում են, դատարկ տեղում երբեք ոչինչ չի լինում, այն որ դուք դա կարևորել եք, այն որ դուք մասնակցել եք այս գործընթացին ու հաջողություն եք ունեցել, խոսում է նաև նրա մասին, որ ձեր դպրոցներում ու ձեր ընտանիքներում կրթությունը և գիտելիքը և մեր անվանի մարդկանց և ստեղծագործողների, գրողների, մշակույթի գործիչների, սպորտի գործիչների գործունեությունն ու վաստակը կարևորվում է, իսկ դա թերևս ամենակարևոր բաներից է։ Ուզում եմ բոլորիդ շնորհավորել, շնորհակալություն հայտնել։